Սիրելի հանդիսատես, հետևող եւ ուղղակի օգտատեր, ահա այս YouTube-ի նշանը վերջապես եկավ, գնահատելով մեր ընդհանուր աշխատանքը, որ մենք արդեն 100,000 ենք եւ ավելին, դա շատ հաճելի լուր էր այսօր առավոտ դուրը ծեծեցին, բերեցին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ աջակցել են ալիքին, համ Patreon-ի միջոցով, համ ուղղակի գրանցելով եւ լայքելով ալիքը, տարածեք այս նյութերը նույնպես, որ մենք քանի գնանք շատանանք, այսպես ասած, այո, իսկ հիմա անցնենք գործի, բարև ձեզ, այսօրվա եթերը կլինի երկու լեզվով, սկզբից խոսեմ հայերեն, հետո կանցնեմ ռուսերենին, նախ առավոտյան իմացանք, որ ռմբակոծվել է Իսրայելը, Ֆրեդ խոսնեցել իմ մոտս, Պարսկաստանը, ցավալի լուրա իհարկե, դե զուտ են դրա համար, որ պատերազմը ասենք, թե չէ տենց առանձնապես ասենք ես կարծիք չունեմ այդ թեմայով, գիտեք, որ աշխարհաքաղաքական հարցերով չեմ զբաղվում, չեմ մեկնաբանում, որովհետև չունեմ ոչ ինֆորմացիա, ոչ այն գիտելիքը, որպեսզի ասեմ որն է ճիշտ, որն է սխալ, որն է լավ, որն է վատ։ Ես ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ մի փաստի վրա, որ աշխարհում արդեն շատ վաղուց քանակը ոչինչ չի որոշում։ Մենք տեսանք Ուկրաինայի փայլուն այդ օպերացիան, երբ որ մի քանի ժամ ոչնչացվեց մի ամբողջ երկրի, ասենք, ավիացիան, Պուտինի սաղ այդ սամոլյոտները, ինքնաթիռները մտցրեցին իր հետևը դրոններով ուղղակի, եւ տեսանք, թե ինչպես Իսրայելը կարողացավ էլի դրոններով մտնել մարդկանց բնակարաններ եւ ոչնչացնել իրենց այնտեղ հենց ղեկավարներին։ Այստեղից կարող ես հետևություն միայն անել, որ մենք էշի ականջում էլի քնած ենք, մենք ճիշտ է ինչ-որ զենքեր գնում ենք, ես ռազմական մասնագետ չեմ կարող ասել լավ է դա թե վատ, դե ինչ-որ բան արվում է, պարզ է, ասենք, բայց դե հասկանում ես, որ դա այն չի, ինչ-որ այսօր պետք է, բացարձակ, որովհետև այսօր ոչ թե բանակ է մեզ պետք, այլ բանականություն, եւ այդ բանականությունը պիտի լինի արհեստական բանականություն, իսկ ես արդեն առիթ ունեցել եմ մի քանի անգամ նշեմ, որ մեր IT ոլորտը շատ է կաղում եւ բոլոր այն բարբաջանքները, որ մեր IT-շնիկները, դες թույն IT-շնիկներ են, դες մի ասա, բայց չեմ իհարկե մենք լավ IT-շնիկներ ունենք այստեղ հենց Սիլիկոնովի այդ դալինայում ունենք բնականաբար Google-ում աշխատողներ, շատ լավ գիտնականներ ունենք, շատ լավ երեխեք, տղեկ ունենք, աղջիկներ ունենք, որոնք որ կարող են Հայաստան օգուտ բերել, բայց մենք նստած մտածում ենք, բանը, կարեգին բեն կույսա, թե կույս չի, այդ արկի թեմա է, էլի, բամբասանքի ապուշ ինչ-որ թեմաներ ժողովրդին հասարակությունը շեղելու համար, ըստ երևույթին իհարկե շատ կարևոր հարց է, որ կույսա թե կույս չի, բայց ես ճիշտապես թքացում եմ, բացարձակ, եւ ինձ ավելի հետաքրքիր կլիներ, ավելի լավ կզգայի ինձ, եթե իմանայի, որ մենք Ուկրաինայի նման, ասենք, հիմնել ենք դրոների գործարան, ինչպես Ուկրաինան գրվից առաջ ուներ 20 հատ գործարան, հիմա 800 հատ գործարան արդեն, որ մենք 6-րդ սերնդի, 5-րդ սերնդի զենքեր ենք առնում, ոչ թե բերում ենք Հնդկաստանից այդ զենքերը, մի խոսքով, էլի ասում, ես ռազմական մասնագետ չեմ ուզում խոսում այդ թեմաներով, ուղղակի որպես քաղաքացի ափսոսում եմ, որ մեր իշխանությունը այսօրվա դրությամբ չի կարողանում, այսպես ասել, ապահովել այդ ամեն ինչը, հիմա չասեք, մի շատերը կանք ասեն,
Դու ինչ գիտես, դու գիտես ինչ IT ոլորտը մեր մոտ զարգանում, բան ոչ մի բանը չի զարգանում, ժողովուրդ ջան, այն Google-ի նշանը տեսնում եք, չէ՞, մինչև մոնետիզացիա չունենք, արա թքե մեր էսնեգիտ, արա թքե մեր, արա դու մարդ եք, արա ոչ Google-ի օֆիս ունեք Երևանում, ոչ Facebook-ի օֆիս ունեք Երևանում, Չ կլասի եղել եք, Չ կլասի էլ կմնաք, հասկանում եք, ինտերնետի դար է այսօրվա դրությամբ, նման է գիտես ինչ երբ որ պոլիկլինիկա ես հետում մեկ է մի հատ հաստավոր մի հատ ծոցա է հելնում ասենք ու բան ես ուզում ինչ որ անկետա ես ուզում ինքը փիլակյանը դնում հելնում է շեղ քաշմո դարակը ու սկսում ասենց հաշվել բանում որ քո անկետան հանի էլի ասում այ դու միջև մի այդ մակարդակին եք Մենք էլի մենք է դուք որ ասեմ ես ինձ եմ ասում, հա, այդ մինչև մի այդ մակարդակին եք ու չենք էլ ուզում զարգանալ, չենք էլ ուզում այդ սովետից դու սավոկ եք արա դուք սավոկ հասկանում եք որովհետեւ մենք բամբասանքն է հետարկում, հա, ով է կույս, ով ում այդ քնեց, ինչ արեց, էտա Ես հասկանում եմ, որ հա, եկեղեցին պետք է փոխվի, որտեղ նա ԿԳԲ-ի բան եւ այլ Ռուսաստանի հետ կապված է, պարզ է, ասենք, այնտեղ բան Отец Կիլիրը մի հատ ասենք, տենց մի բան ասում, ասենք, այս ստեյց ու ձեն չի հանում մի հատ, հա, մեր Отец Կիլիրը ձեն չի հանում ոչ մի, հա, գիտենք, այդ ամեն ինչը շատ վատ է, բայց դա մեր ընդհանուր դառն է, էլի հասկանում եք, դա մեր ընտանիքի դառն է, ասենք, կարելի է դառնը մի ձև, ասենք, դուցել ներքին հարցերով, ոչ թե հելնել, այս ռուսիկա խառանել, սա աշխարհն իմանա, բան, այն դեպքում, երբ որ այսօր Այդտենց մարտահրավերներ կա, այդտենց բաներ է կատարվում, արա դրոնը մցրել են բնակարանի մեջ գմփցրել են այդ մարդկանց, հասկանում եք, այդ այսինքն դուք տեսեք ինչ հետախուզություն ունեն այդ մարդիկ, ինչ հետախուզություն ունեն, ինչ տեխնիկա ունեն, աշխարհը առաջ գնում, մենք մինչև մի այդ որ սաղ աշխարհային ձեռեն կառնում, ասենք մենք հələ որ բան մեծ ռոբ մաշտոցություն էին դուք հələ ծառերի վրա, մենք ծառերի վրա էլ մնացինք ժողովուրդ, ծառերի վրա մնացել ենք մենք, հա, որովհետև այդքան պոտենցիալ ունենալով մենք այնց է չկարողացանք այսօրվա դրությամբ մի հատ քան 6 տարի անցել է արդեն, արա, էլ չեմ 30 տարվա մասին չխոսանք, 30 տարի այշությամբ ենք բաղը, պարզ է, բայց 6-7 տարի անցել է, լավ, հնարավոր չէր մի հատ ինչ-որ տես մի հատ կենտրոն, մի հատ մի բան ասենք ստեղծել, որ այդ ամեն ինչը սկսել զարգալ, ինչ Ռուսաստանը չի թողնում, այդ ոնց որ Ռուսաստանին կարող ենք չթողնենք, որ Սյունիքում բան բացի, ասենք կոնսուլստվա բացի կամ բան անի կամ ODKB-ի վրա թքում ենք, բան ենք անում տենց իսկ չենք կարող մի հատ ասենք գործարան սարքենք, որ դրոններ սարքենք, հա, չենք կարող, հա, դա ամենա այսօրվա դրությամբ ես ոնց հասկացա, բավականին էժան եւ արդյունավետ զինատեսակներ են։ Լավ Останем короче. Сейчас я перейду на русский, я извиняюсь. Чтобы работники нашего русского посольства особенно не парились, чтобы сразу бы поняли, как я их люблю. Недавно, совершенно дня 2 назад, до этих событий, которые произошли в Иране, товарищ Халатян, я не напрасно говорю ему товарищ, такой журналист, я считаю, что он прорусский, это мое субъективное мнение, но задал проармянский вопрос Марии Захаровне, что вот в Азербайджане оскверняются памятники героям Великой Отечественной войны. И что она, значит, отвечает? Ну, во-первых, началась какая-то истерика у нее на эту тему, что почему вы не говорите о том, что в странах Европы и в других странах СНГ оскверняются памятники героям Отечественной войны и солдатам, у них тоже армянское происхождение. Значит, это полная спекуляция, бред и тупость. Значит, вы считаете, что мы должны сейчас взять лупу и смотреть, в какой стране, где, что, какой памятник осквернен. Нету в мире такой страны и нету такой мировой войны, где бы не участвовали бы армяне. Нету таких стран. И первая, и вторая, и очевидно, и в третьей, и в каменном веке еще все участвовали армяне в этих войнах. И, ну, если вы имеете
ввиду прославленного маршала Бабаджаняна, где в Венгрии, очевидно, к нему плохо отнеслись, или в Финляндии, то я лучше уж помолчу на эту тему, чтобы не оскорблять чувства моих соотечественников. Да? А что касается Азербайджана, да, они уничтожают наши не только памятники героям Отечественной войны, а и вообще это государство вандал. И это государство является вашим стратегическим партнером. То есть вы являетесь, в принципе, в данном случае вражеским государством. Получается так. Я, конечно, ничего не имею против русского народа, вы знаете, я неоднократно об этом говорил. Но Кремль это враг. Кремль это враг. И Захарова сразу, значит, впала в эту истерику, начала оправдываться, что вот, почему не надо так говорить. Я знаю, откуда растут ноги. Я думаю, ничего, вы прекрасно все знаете, прекрасно все понимаете. Просто вы там подонки. Вот и все. Вы просто мразь, кремлевская мразь. Я просто призываю всех наших блогеров, в том числе и Халатяна, в принципе, не знаю, насколько у него кишка тонкая или нет на эту тему, но всегда задавать кремлевским крысам неудобные вопросы, так, как это было сделано товарищу Лаврову, который голову засунул себе в одно место и так и не смог ее достать, начал говорить совершеннейшие глупости. И очень чувствовал себя как бы дискомфортно. А вот эта следующая вот баба, которая приехала, вот опять, я не знаю, как с украинской фамилией, Кириенко или нет, как ее. Ну, в общем, я не помню ее фамилию. Да, вот она даже пресс-конференцию не дала, потому что знала, что будут неудобные вопросы, да, нехорошо будет, спросит ее кое о чем, да, и она тоже будет опять это самое, оправдываться как последняя, да, дура, да, вот так вот получается. Я просто, знаете, я просто не могу понять, как можно было сделать так, чтобы вас все ненавидели. То есть это талант. То есть у вас вообще этой мягкой силы, как говорится, нету. И вы смотрите, Европа тоже не так, что я вот про европейские и все, я вот их нет. При молчании Европы была сделана этническая чистка, при молчании Европы арцахцев держали в голоде. Это все было, это все мы понимаем, мы не слепые. Но у них есть хотя бы мягкая сила какая-то. То есть они, ну, гранты какие-то дают, не знаю, там, ну, что-то построят, школу какую-то или еще что-то сделают. Вы топор просто, понимаете? Кремль это топор Раскольникова. Все, больше ничего нет у них. То есть только вот такая идиотская вот, топорная сила. И потому вас ненавидят все. Ну, и это один из, ну, не скажу, что это именно смысл моей жизни, но это имеется, ну, это как бы большая часть будет посвящена остатку моей жизни работать против вас, говорить вам гадости, разоблачать и говорить, что вы сволочи. Все, которые сидят в Кремле сегодня. Не знаю, завтра, может быть, что-то поменяется, да, может быть. Но вы сволочи, мы об этом знаем, знаете. Мы все понимаем, у нас общество довольно-таки развитое. И, ну, как бы, не так, чтобы вот, там вот несколько человек вышло и протестовало против Лаврова, но знаете, что это большинство людей так думают. Просто люди в апатии, просто им настолько начхать на все, что они просто не выходят на улицу. Но я уверен, что очень многие прямо так и думают. Вы вооружали нашего противника, вы не выполнили ни одного вашего договора. 102-я база это тоже не выполнила, потому что какого хрена она вообще там сидит из базы, из уголовников и алкоголиков.
когда Азербайджан вторгается на суверенную территорию Армянской республики, а вы сидите в ус молчите. То есть мы же все видим, это все понимаем, и когда вам задаются неудобные вопросы, просто нехер сюда ездить просто в Армению, не надо туда ехать, не надо, вам будут всегда задавать нехорошие вопросы, всегда. И вы всегда будете выглядеть идиотами, понимаете, то есть вот как вот можно выкрутиться? Как можно выкрутиться из ситуации, когда факт налицо, когда так ясно все, когда так все просто. Каждый раз обвинять Пашиняна, мы тоже его обвиняем. При чем тут? Ну допустим, он нехороший, допустим. А вы кто? Вас в школе не учили, что вот когда вот каждый сам за себя отвечает, да, вот когда вот кто-то кого-то ударит, или подерется, и вот потом начинается оправдание. А он первый начал, а он то, а он все, а ты за себя отвечай. Ты за себя ответь, вы за себя можете ответить? Ни хера вы не можете ответить за себя. Вы просто сборище подонков, которых мы будем мочить обязательно, хотя бы словесно, хотя бы устно. Говорить все, и в медийке, и в театре, и в кино. Я призываю делать такие фильмы, правда, на государственном уровне их не сделаешь, потому что наше правительство как бы находится у вас в жопе в какой-то степени. Но на частном уровне можно это делать, и я призываю всех работать вот против Кремля. Ну вот и все. Очевидно, русская часть закончена. Призываю подписываться тех русскоязычных моих подписчиков, которые находятся в Европе, в Америке, в Японии, не знаю, еще где. Там, которые в России, можете не подписываться, потому что так или иначе ваша страна не имеет монетизацию, мне насрать вообще, будете подписываться или нет. Это не касается, конечно, моих соотечественников. Мои соотечественники пусть подписываются, пусть слушают, пусть знают, где они живут. Вот и все. Շնորհակալություն ուշադրության համար, սիրելիներս, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, որ ստացա այն պատիվային նշանը, այդ դա մեր ընդհանուր հաղթանակն է, այսպես ասած, մենք ելի կհանդիպենք, ինչ ասեմ, մի մոռացեք գրանցվեք, խնդրում եմ այդ կոմենտները գրեք կամ հայերեն, կամ ռուսերեն, կամ անգլերեն, մի գրեք ռուսերեն տառերով, էլի այնքան զզվելի է, չեք պատկերացնում, կամ անգլերեն տառերով մի գրեք անգլերեն գրեք, ես կկարդամ, հարց չկա։ Իհարկե ավելի լավ է հայերեն գրեն։ Ես միևնույնը չեմ կարդում այդ կոմենտները, այդպես ասեմ ձեզ։ Դա այդպես էլ ինչ, հա Patreon-ում կարող եք ինձ աջակցել եւ գրանցվեք ալիքից, ես կնոպկեն մանգամ գտեմ, կնոպկեն, ուրա կնոպկեն։